Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողների էջն է մեր եթերում, հիշեցնեմ նախ մեր այս հատվածի գործընկերոջը։ Բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Նոր ույթը ներկայացնեմ Canbebe վարտիկ տակդիրները, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, որոնք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր եւ ապահովում են ձեր փոքրիկների հարմարավետությունն ու անվտանգությունը ողջ օրվա ընթացքում։ Այսօր կխոսենք վաղաժամ ծնված երեխաների մասին, բժիշկը կլուսաբանի ինչպիսի խնդիրներ, ինչպիսի մարտահրավերների են հանդիպում թե ծնողները, թե բժիշկները, կխոսենք ինքնուրույն շնչելու եւ առհասարակ այն բոլոր կարեւորագույն քայլերի մասին, որոնք ծնողները եւ բժիշկները պետք է ձեռնարկեն երեխայի լիարժեք առողջ լինելու եւ դուրս գրվելու համար։ Այս թեմայի շուրջ այսօր մեզ հետ կզրուցի բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը։ Ողջույն, բժիշկ Ջանազյան, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Նախ եկեք ձևակերպենք այդ վաղ ծնունդը, ինչ է իրենից ենթադրում, երբ ենք մենք ասում, որ միգուցե հնարավոր է եւ ծննդկանից սպասում է վաղ ծնունդ։ Վաղաժամ ծննդաբերություն համարվում է 37 շաբաթականը չլրացած ցանկացած ծննդաբերություն։ Վաղաժամությունն էլ իր ասենց խմբերն ունի, մինչև 28 շաբաթական հղիությունը դա խորը անհասներն են, 28-ից 34 միջին անհասներն են, իսկ 34-ից մինչև 36 շաբաթ 6 օր դրանք ուշ անհասներն են։ Ու իհարկե, ինչքան անհաս, այդքան որոշակի բարդությունների ռիսկը մեծ։ Ինչքան 37-ին մոտ, այնքան ավելի բարենպաստ, այո։ Շատ լավ։ Վաղաժամ ծնված երեխաների մոտ հիմնականում կան արդյոք ամենատարածված հիվանդությունները, որոնց մասին արդեն պետք է իմանալ, զգուշանալ եւ ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոնք են դրանք։ Իհարկե կան։ Երբ որ մենք սպասում ենք վաղաժամ ծննդաբերություն, մենք միշտ գիտենք, որ համար առաջի ռիսկը դա շնչական անբավարարությունն է, թոքերը են օրգանն է, որը ներարգանդեն չի աշխատում ու ինքը պետք չի գալիս ընդհանրապես մաման է անում այդ գործը ու ծնվելուց հետո երեխան պետքա արդեն օգտվի իր թոքերից ու իսկ թոքերի նորմալ գործունեությունը մեր հենց կյանքի հարց է լուծում ու ինչքան այդ օրգանը հասունացած ու կայուն է, այդքան բնական է ավելի լավ կլինի ամեն ինչ։ Ինչքան նորածին անհաս է, իր ընդհանրապես բոլոր օրգան համակարգերն անհաս, հատկապես թոքերը, ու մենք ի սկզբանե գիտենք, որ հենց ծննդաբերության ծնվելու առաջին իսկ վայրկյաններից մենք իրան պետք է օգնենք։ Պաստորեն, քանի որ թոքերը այն օրգան համակարգն է, որ ամենակարևորն է, որ երեխան ինքնուրույն սկսի գործածել, այսպես ասած, նույնիսկ այդ թողարկման process-ը կարող է իրոք բարդ լինի ու մարտահրավերային։ Այո, իհարկե։ Կա այստեղ կանխարգելիչ ինչ-որ մոտեցում, որ օրինակ խորհուրդ տրվում է եւ դուք ինքներդ կիրառում եք նման դեպքերում։ Շատ լավ հարց է, կա իրականում, դա ամենալուրջ հետազոտություններից մեկն է եղել նեոնատոլոգիայում, որը որ ռեալ առաջ տարավ այդ գիտությունը։ Եթե ունենք ռեալ ռիսկ վաղաժամ ծննդաբերության, ապա հղիին արվում է ստերոիդ դեղամիջոց, դա արդեն գինեկոլոգներն են անում, որը որ շնչական բարդությունների ռիսկը զգալի նվազեցնում է, չի վերացնում, բայց նվազեցնում է ու մեր նեոնատոլոգների գործը հեշտացնում է դա։ Այո, հենց դա այդ կապն է ուզում գտնել, իսկ եթե այնուամենայնիվ բժիշկ Ջանազյան դա չի արվել, երեխան ծնվել է, ունենք որոշակի դժվարություն, կարծես թե ինքնուրույն կարողանում է բալիկը շնչել, կարծում եմ, որ դուք եթե կարելի է մի երկու բառով կնշեք, ինչ նշաններից եք տեսնում, որ իր մոտ ամբողջական շնչական համակարգը չի թողարկվել եւ անցնենք սնվելուն առհասարակ ինչ առանձնահատկություններ կան եւ գործը ձեր ինչքանով է բարդանում է շրջանում, եթե երեխան անհաս է։ Շատ լավ։ Եթե երեխան ասֆիքսիայով չի ծնվում, ասֆիքսիային ժողովուրդն ասում են խեղդված է ծնվել, հա։ Այդ դեպքում երեխան չի շնչում։ Իսկ եթե այդքան ներողություն, դա ենթադրում է լրիվ լետալ ելք, որ այս ոչ միշտ, ոչ, այդ դեպքում ուղղակի մեր վերակենդանացման ու կայունացման միջոցառումները շատ ավելի ծավալուն կլինեն, կարագործ, արագ, հրատապ։ Այո, կարա գործը հասնի սիրտոկոկային վերակենդանացման, ադրենալինի եւ այլն։ Բայց եթե ծայրահեղ այդպես վիճակ չէ։ Այդ ծայրահեղությունը չի ու երեխան ծնվում է
նույնիսկ խորը անհաս, նա մեծամասամբ միևնույն է ունենում է շնչական ակտիվություն, այսինքն նա փորձում է շնչի, բայց միևնույն է դա էֆեկտիվ շնչառություն չի ու հենց երեխան հայտնվում է նորածնային սեղանիկին, մենք մաքսիմալ արագ նրան արդեն շնչական օժանդակման սարքեր ենք միացնում, այո, որ համ ճնշումը կարգավորենք թոքերում, համ թթվասնի մատակարարումը, այդ ամեն ինչը վերահսկվում է եւ շնչական շարժումներով, եւ պուլսօքսիմետրիայով, դա այդ COVID-ից հետո բոլորն իմացան դա ինչա, այն մատներին էին հագցնում, այո, թթվասնի հագեցվածությունը, այո, արյան թթվասնի հագեցվածությունը, եւ այդ ամեն ինչի վերահսկման տակ մենք կարողանում ենք կարգավորել մեր շնչառական օժանդակության ծավալն ու խորությունը, որպեսզի հասնենք որոշակի օպտիմալ թվերի ու պահպանենք այդ պարամետրերը։ Մի շատ զգայուն հարց եմ ուզում տալ, այս դեպքում եթե բալիկը գտնվում է դեռ հսկողության տակ, օգնում են շնչառական համակարգը աշխատացնել, շնչացնել, այսպես ասած, ինչ կասեք սնուցման մասին, արդյոք մոր հետ կապը այստեղ մի քիչ ուշանում է, կրծքով կերակրելը մի փոքր էլի բարդանում է, նույնիսկ կարող է այդ 2-3 օրը, չգիտեմ, հետագայում արդեն դժվարությունների հանդիպի, թե ոչ, ինչ կասեք այդ մասին։ Խոսքը կարող է ոչ թե 2-3 օրվա մասին լինել, այլ շաբաթների միանշանակ, եթե օրինակ մենք ունենք ենթադրենք 800 գրամանոց նորածին, ակնհայտ է, որ այդ նորածինը այնքան ծանր է լինելու, որ կորցք ծծելու մասին խոսք լինել չի կարա, նույնիսկ կերակրման փորձերը մեր, որոնք որ անում ենք զոնդային, այսինքն զոնդա տեղադրվում բերանից կամ քթից դեպի ստամոմ, նույնիսկ դրանց առաջի փորձերն են ախովում, ընդմիջում ենք, թողում ենք ստամոքսային համակարգը հանգստանը, նորից ենք բանանում փորձում, ոչ միշտ է, որ հենց առաջի փորձը լավ ավարտվի։ Հասկացա ձեզ։ Զուտ էսպային երևի թե մայրիկի զուտ արկայությունը, իր ջերմությունը կարելի է եւ ոչ կծկով կերակրելով փոխանցել, այլ զուտ ներկայություն։ Միշտ խրախուսում ենք, որ մամաները ինչքան հնարավոր է հաճախ գան, շփվեն երեխայի հետ, որ նորածինը մամայի ձայնը լսի, նա չէ որ արգանդի մեջ լսել է, այդ սերտ շփումը մամայի իր նորածնի հետ, ինչքան էլ որ իրան վախենալի միգուցե երբեմն տհաճ լինի, երեխայի ապրելիության շանսերը ապացուցված բարձրացնում է։ Ու մամային էլ աշխատում ենք հնարավորինս ներգրավենք այն մեկ թեթև ասենք ներարկիչի մեջ որ կաթ կլցնենք մաման կպահի որ կաթը լցվի նորածնի ստամոքսը մաման նույնիսկ դրանից ինձ ահագին ուրախանում ու ոգևորվում որ ինքն էլ իր լուման ունեցավ իր բան երեխայի լավացման մեջ։ Հա, ինձ զգացմունքային բարի, շնորհակալ եմ, որ կիսվեցիք։ Հետաքրքիր է նաև ամփոփելով թեման, ուր է շարժվում բժշկությունը, այս առումով եւս շատ կարևոր է, տեսեք նեոնատոլոգը, դուք որպես մասնագետ երեխային կարող եք տեսնել այն փուլում, երբ մի փոքր արդեն ուշ է եւ իրոք ծնվել է անհաս երեխան, որը կարելի է միգուցե դա կանխարգելել, արդյոք հիմա ժամանակակից բժշկությունը այնպես է անում եւ բոլոր նախադրյալները կան, որպեսզի մաքսիմալ խուսափենք խնդրից կամ միգուցե շատ հարմարավետ եւ արագ պայմաններ կան, որպեսզի երեխաները այսօր Հայաստանում նույնիսկ անհաս լինելու դեպքում հաջողությամբ դուրս գրվեն առողջ վիճակում։ Տեսեք, իրականում եւ գինեկոլոգիան եւ նեոնատոլոգիան միշտ առաջ են գնում, եթե ժամանակակին շատ վիժումներ էր լինում, հիմա այդ վիժումները արդեն չեն լինում, միգուցե հասուն հրության չեն հասնում, բայց գոնե լինում է, արդեն ստացվում է, ստեղ էլ մենք ենք ավելի շատ գործ ունենում անհասների հետ աշխատելուց, միշտ եթե վաղաժամ ծննդաբերության ռիսկ կա, գինեկոլոգներ մեր հետ կապի մեջ են, մենք էլ ենք միասին ենք փորձում պահպանել հղիությունը, եթե չի ստացվում, պարզա արդեն փորձում ենք մաքսիմալ նախապատրաստել ամեն ինչ նոր մտնել ծննդալուծման, որ ամեն քայլ ոչ մի հապաղում չունենա, որովհետև դրանից է կախված ամեն ինչ ու հասել ենք նրան, որ երևի թե
Ընդհուպ մինչև 27-28 շաբաթական նորածինները ռեալ շանս ունեն մեր երկրում դառնալ լիարժեք մարդ ու հասարակության անդամ։ Իհարկե ավելի վաղաժամների մոտ էլ է ասենց happy end-ներ լինում, բայց ընծնողը միշտ երբ որ շատ անհաս նորածին է ունենում ու գալիս է հարցնում այս ոնց է շանսերը, միանշանակ մի կողմից չպետք է տենց այն հուսահատության գիրկը չընկնել, հուսահատձևով ամեն ինչ պատմես, մյուս կողմից է պետքա սենց ժողովրդական ասած դուխ տաս, որ դու իրանց երեխայի կողքն ես ու ամեն ինչ անելու ես, բայց եւ այնպես միևնույնն է 25-24 շաբաթական նորածինների մեծ մասը դեռ ամենալուրջ մարտահրավերը մեր համար։ Չնայած որ ֆանտաստիկ իրոք ցուցանիշներ նշեցիք, ինձ թվում է դա մեծ առաջընթաց է, շատ ուրախ եմ լսել, ինձ թվում է որ զարգացումը իրոք կանգ չի առնում, բժշկությունը առասարակ եւ ուրախալի փաստեր, որ նեոնատոլոգիան եւ գինեկոլոգիան եւս առաջընթաց են մշտապես ապրում։ Այո, մենք մի նավակի մեջ ենք։ Այո, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, սիրելի հեռուստադիտողների հիշեցնեմ, որ Բույս Ջանազյանի հետ խոսեցինք ինչ է իրենից ներկայացնում վաղ ծնունդը, որ դեպքում է պտուղը համարվում անհաս, ինչ միջոցառումներ են գործադրվում, ջանքեր, պայքար կարելի ասել ծնողի եւ բժշկի կողմից երեխային առողջ դուրս գրելու համար։ Հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը բելգիական Ontex ընկերությունն իր Քանբեբե ապրանքատեսակով, ներկայացնեմ Քանբեբե վարտիկ տակդիրները, որոնք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռողնյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում, փնտրեք բոլոր դեղատներում։ Այս պահին շարժվում ենք առաջ։